Հարաքար խոշորացված համայնքում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս համայնքում կա շուրջ 16 ընտրատեղամաս, թեկնածուներն այստեղ 4-ն են, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն Լյուդվիգ Գյուրնազարյանն է, նա քվեաթերթիկում համար առաջինն է։ Մասնակցում է նաև Միասնություն կուսակցության դաշինքը, որի թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է, նա ներկայանում է համար 2 քվեաթերթիկի ներքո, ինչպես նաև մասնակցում են Ազգային առաջընթաց եւ Հակայունություն կուսակցությունները, որոնց թեկնածուներն են Դավիթ Մինասյանը եւ Գոռ Սարիբեկյանը։ Հայկական ժամանակը եղել է Հարաքար խոշորացված համայնքի 14 ու 14 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ Ավետիսյանը ներկայացնում էր, թե այդ պահի դրությամբ քանի անձ է մասնակցել քվեարկությանը։ Բարև ձեզ, 14 տեղամասում ընդհանուր առմամբ ընտրելու են 1574 ընտրող, այս պայդրությամբ 118 են ընտրողները, դեռ 2 ժամ է անցել, կարծում ամեն ինչ նորմալ է, հոսքը նորմալ է, արձանագրությունները ոչ մի բան դեռ չեն գրանցվել։ Մարդիկ նորմալ կարողանում են քվեարկել, ինչ որ խնդիրներ լինում է։ Տեսեք, կան տարիքով ավելի պապիկներ, տատիկներ, որոնք մի փոքր չեն կարողանում ներսում ոչ թե կողմնորոշվեն, այլ չեն կարողանում ընտրեն։ Մենք այստեղից հուշում ենք, որ թուղթը ծրարի մեջ դնել բան, այս տեխնիկական էլի ավելի բան է, ամեն ինչ նորմալ է։ Եթե ընտրելու օգնողի կարիք լինում է, առաջարկում ենք մյուս ընտրողներին օգնել պապիկներին։ Նշեցիք այս պահի դրությամբ արդեն քանի անձ էր քվեարկել։ Իսկ այստեղ կան որևէ կուսակցությունից դիտորդներ։ Դիտորդներ ունենք, ունեցել եք այս պահին հայրաքվեից, ունենք դիտորդ։ Շատ